Արմավի քրեական հիմնարկում հայտնվել են զինված կողոպուտ հանցանքի համար։ Իհարկե սա ոչ մի ձևով չի արդարացնում արարքը։ Երևի թե մարդու համար ամենաթանկ բանը մեկը դա ազատությունն է։ Այստեղ գտնվելը չի նշանակում, որ մենք մահացել ենք։ Մենք ապրում ենք, մենք գոյություն ունենք։ Արմեն Գրիգորյան, հարգելի պատճառներով դատապարտյալի անուն ազգանունը փոխված է։ Ազատազրկման է դատապարտվել 8 տարի 3 ամիս ժամկետով։ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում է գտնվում արդեն 3 տարի։ Պարտքերը, հոգեբանական վիճակը, աշխատանք չունենալը մեր զրուցակցին դրդեցին, որ 2021 թվականի օգոստոսի 31-ին ժամը 10:18-ի սահմաններում գազային ատրճանակով մուտք գործեց Երևան քաղաքի Աշակունյանց պողոտա 34/4 հասցեում գործող Երևան մոլ առևտրի կենտրոնում գործող բանկերից մեկը։ Ինչ կատարվեց հետո, ներկայացնում է դատապարտյալը։ Արմավի քրեական հիմնարկում հայտնվել են զինված կողոպուտ հանցանքի համար արդեն 3 տարի 4 ամիս է ինչ այստեղ է։ Առաջիացյանը կիրառելով 64-րդ հոդվածը 6 տարի 6 ամիս, սակայն վերաքննիչը համարելով որ գոնե մինիմալ պատիժս պետք է կրեն, մինիմալը 8 տարի 3 ամիս է, դատապարտել 8 տարի 3 ամսով։ Դե ավելի շատ այդ մեջից զայրույթներ, որ տարավ ինձ այդ քայլին, պարտ կար բանկին, գույք ունեի, սեփական բիզնես ունեի, որը զարգացնում էի, բավականին նորմալ էր ամեն ինչ, անգամ կովիդի ժամանակատվածում վճարումները նորմալ, ամեն ինչ նորմալ, հետո վրա հասավ պատերազմը, իմ տղաներից մեկը մասնակցել է պատերազմի մասնակից է 44 օրյայի եւ բնականաբար ոչ ես ոչ կինս էլ հնարավորություն չունեինք աշխատելու ոչ ֆիզիկապես, ոչ էլ հոգեպես, այդ իրավիճակից ելնելով։ Ու տենց սկսեցինք մտակվել պարտքեր բանկի դիմաց։ Հետագայում բանկը որոշել էր, որ գույքը պետք է բռնականձի, վաճառի եւ այլ, եւ այդ իրավիճակի մեջ, հա, ամեն օրվա այդ խոսակցություններ եւ այլ, տենց մի օրերից մի օր էլ գժվցրեցին կոպիտ ասած։ Իհարկե սա ոչ մի ձևով չի արդարացնում արարքը, բայց այդ կարգավիճակում, այդ վիճակում, հոգեվիճակում վերացել եմ այդ արարքի, ինքս եմ իդեպ դուրս գալուց հետո բանկից կանգնել եւ վերադարձրել ամբողջ գումարը եւ հանձնվել։ Բանտը երևի թե բոլորի կյանքում է փոխում ինչ որ մի բան, հա, շատերի կյանքում շատ բան, իմ կյանքում օգնեց ինձ, որ ես ավելի հանգիստ դառնամ, չբռնակվող լինեմ, հա, այդ պահի տակ այդ վատ մտքերը, բանը, որ ինձ ուղղեցին եւ գնաց այդ հանցանքին, այսօր ես շատ ավելի հանգիստ անձնավորություն եմ, շատ ավելի վերահսկող, հա, իրավիճակը եւ նաեւ եւս մեկ խնդիր կար իմ մեջ, որ ես ինքս բացահայտել էի շուտվանից, դա երևի այդ ռուսերեն ասեմ գարդինյա, հա, հպարտություն, բայց այլ տեսանկյունից մի քիչ, բան, որը օգնեց բանտը, որպեսզի ավելի խոնարհ լինեմ Աստծո առջև։ Ծնված օրվանից Աստծո հանդեպ հավատը եղել է, չնայած նրա, որ ես ծնվել եմ սովետական դարաշրջանում, հա, սովետական դարաշրջանի երեխա եմ, այն ժամանակ այդքան էլ ընդունված չէր հավատքը, հակառակը, հա, բոլորը դեմ էին դրան, բայց իմ ընտանիքը հավատացյալ ընտանիքներից մեկն է, որովհետև ես ինքս ազգությամբ հույն եմ եւ հավատքը մեր մեջ սերմանվել է փոքրուց։ Եթե այդպես հեշտ լիներ եւ մենք կարողանայինք միայն ուրիշների սխալների վրա, հա, մեր կյանքը դասավորել, բոլորս կլինեինք, հա, խելացի, հա, մարդիկ, փառահեղ մարդիկ, բայց իրականում մարդ այդպես ինչի մարդ ինքն է սխալներ գործում եւ իր սխալների վրա դասում է քաղում է իր դասերը։ Եվ հետագայում խելացի գտնվելով իհարկե չի կրկնում նույն սխալը։ Չենք խոսում հիմար մարդկանց մասին, ով նորից նույն սխալը կրկնում է եւ տեսնում ենք ստեղել այդպիսի մարդիկ, ով մեկ անգամ, երկու անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ հայտնվում են այստեղ։ Այստեղ մեկ անգամ հայտնված մարդը պետք է ամեն ինչ անի, որ կյանքում երբևիցե չհայտնվի այստեղ։ Դուք չեք ուզենա գալ։ Իհարկե, չեմ ուզենա։ Երևի թե մարդու համար ամենաթանկ բանը մեկը դա ազատությունն է։ Միանշանակ այստեղ գալ պետք չի, բայց սա դժոխք չի։ Դժոխքը մենք ենք ստեղծում մեզ համար։ Ես այստեղ շատ մարդիկ գիտեմ, հանձինս ինձ, որ մենք ավելի ազատ ենք, քան շատ մարդիկ, որոնք որ գտնվում են ազատության մեջ, թե մեր մտածելակերպով։ Իհարկե, սահմանափակումներ միանշանակ կան, իհարկե շատ բարդ է, ոչ մեկ
չի կարող հակառակը ասել, հա, փոքր տարածության մեջ փակված այդ խցի մեջ, հա, մի քանի հոգով բոլորիս համար հասկանալի է, այստեղ վերջի վերջո սա պատիժ է, ինչ որ մի արարքի համար, եւ եթե արարքն արել ենք, ուրեմն պատիժն պետք է պատրաստվում ենք կրելու։ Զղջում եք դուք։ Միանշանակ հենց առաջին բայց եթե զղջած չլինեի, չէի կանգնացնի իմ հանցանքը եւ չէի հանձնի ոստիկանության, հենց այդ բայցին ես արդեն զղջացել։ Սխալ են մարդիկ կարծում եւ պետք է այդ կարծրատիպերը փոխվեն, մարդիկ հասկանան, որ այստեղ հայտնված մարդկանց ցանկացածը կարող է դուրս գալ եւ դառնալ շատ հիանալի անձնավորություն նորից, հա, մեծ հաջողություններ ունեցող անձնավորություն եւ ցանկացած մեծ հաջողություն ունեցող եւ թվացial սուրբ մարդը կարող է հայտնվել այստեղ, ոչ մեկ ապահովագրված չէ բանտում հայտնվելուց։ Այդ կարծրատիպը փոխել է պետք եւ այստեղ կան շատ լավ մարդիկ, կան մարդիկ, որ լուրջ սխալներ են թույլ տվել իրենց կյանքում, ընդհանուր միջև սպանություն, բայց այդ մարդիկ հավատացեք փոխվել են։ Պատիժը կրելու ընթացքում աշխատել են իրենց վրա եւ կարողացել են իրենց փոխել եւ դու շփվում ես եւ տեսնում ես, որ մարդիկ փոխվում են։ Քանի որ ես ակտիվ մասնակից եմ այս վերասոցիալականացման ծրագրերի եւ դասապրոցեսի, ինքնագործ միավորման անդամ եմ, թե սպորտային, թե մշակութային, տեսնում եք կաղագործությամբ եմ զբաղվում այստեղ, բոլոր դասապրոցեսներին եմ մասնակցում այս process-ը իմ աչքերի առաջ է տեղի ունենում։ Ամենայն դեպս այս վերջի 3 տարվա ընթացքում ինչ ես այստեղ եմ եւ ակտիվ մասնակցում այս process-ի մեջ, ես տեսնում եմ, թե ոնց են մարդիկ փոխվում, թե ոնց այս ամեն ինչը աճում եւ թափ առնում։ Եթե սկզբում մի քանի աշակերտներ ով որ ցանկություն ուներ, հա, խցից դուրս գալ եւ գալ այստեղ մասնակցել այս ծրագրերին, ապա այսօր այդ թիվը մեծացել է շատ, մարդիկ մեծ հետաքրքրությամբ են գալիս, շատ ուրախ ենք, որ նաեւ վարչակազմն է արձագանքում, որովհետեւ շատ կարեւոր է այս վերասոցիալականացման ծրագրերի եւ այս մշակութային, հա, ծրագրերի process-ի մեջ, որովհետեւ դու ունենաս նաեւ արձագանք վարչակազմի կողմից, միայն մեր ցանկությունը բավարար չէ։ Մենք ամեն ինչից զրկված, հա, դատապարտյալ ենք եւ եթե մեզ չաջակցի վարչակազմը, ապա ոչինչ չենք հասնի։ Այստեղ մենք այդ խնդիրը չունենք, եթե դուք ուշադիր հետևեք էջերին, օրինակ քրեակատարողական ծառայության եւ այլ, ապա ամենտեղ կտեսնեք Արմավիրի ակտիվությունը, հա, մեր դատապարտյալների։ Մենք անում ենք մշակութային ծրագրեր, մենք իրականացնում ենք, չգիտեմ, երեկոներ պոեզիայի, մենք իրականացնում ենք բեմական ներկայացումներ, խորհուրդ կտայի, որպեսզի լինեն կանգուն եւ ամուր, բոլոր ժամանակներում էլ դժվար է եղել։ Ես մեկ-մեկ վերլուծում եմ եւ վեր եմ հիշում, ասենք, մեր ապուպապերի, հա, մեր ծնողների կյանքը ոչ մեկի կյանքը հեշտ չի եղել։ Բոլորի կյանքն էլ դժվարությունների միջով է եղել եւ հուսահատվելը դա իր ամենամեծ սխալն է, սրա մասին չեմ էլ խոսում, հա, ինքնասպանություն եւ այլ։ Այդ քայլին ոչ մի դեպքում դիմել չի կարելի, ոչ մի դեպքում, իսկ ինչ վերաբերում է հանցանքին, դե պետք է հաշվի առնեն, որ հանցագործելուց հետո հայտնվելու են այստեղ եւ բնականաբար գտնվելու են շատ դժվար պայմաններում։ Վերջի վերջո սա պատիժ է եւ հասկանալի են նաեւ բոլոր զրկանքները, որոնք որ մենք կրում ենք այստեղ։ Ես չեմ հավատում, որ մի մարդ չցանկանա թմրանյութ օգտագործի եւ ինչ որ մեկը նրանց տիպի թմրանյութ օգտագործել։ Ես ինքս ամեն ինչից հեռու եւ զուրկ մարդ եմ եղել 42 տարի ապրել եմ եւ աշխատել եմ եւ բարձրագույն կրթություն եմ, 3 բարձրագույն կրթություն, շատ բարձր պաշտոն եմ զբաղեցրել եւ այլ, այսինքն ոչ մի առնչություն չեմ ունեցել այդ աշխարհի հետ եւ այստեղ հայտնվելուց հետո էլ չեմ ունեցել, ինչի ես չեմ դարձել թմրամոլ։ Դա ընդհանրապես մի հատ թուլություն է, որ ունեն մարդիկ եւ փորձում են իրենց այդ թուլությունը բացատրել ինչ որ այլ բաներով։ Այդ ինչը դուք ամեն ինչը ինչ նշեցիք, ես չեմ կարծում, որ դա զբաղվում է նրանով, որ ինչ որ մեկին դարձնում է թմրամոլ կամ խաղամոլ կամ եւ այլ։ Ոչ, այդպիսի բան չկա, մարդը ինքն է ընտրում իր ճանապարհը։ Ով որ ուզում է դառնա խաղամոլ, դառնում է խաղամոլ, ով որ ուզում է դառնա թմրամոլ, ով ցանկանում է փակվի դեպրեսիայի մեջ, հա, եւ մեղադրի ամեն ինչին եւ ամեն մեկին բացի ինքն իրենին, կան այդպիսի մարդիկ բնականաբար տեսնում ենք, բայց կան նաեւ մարդիկ, ով հասկանում են, որ քայլ են կատարել, որի համար պատասխանատվություն պետք է կրեն եւ պատվով իրենց պատասխանատվությունը կրում են այսօր այստեղ։ Այստեղ գտնվելը չի նշանակում, որ մենք մահացել ենք։ Ոչ մեկ մեզանից մահացած չի, մենք ապրում ենք, մենք գոյություն ունենք, ինչքան էլ շատերին թվա կարող են իրենք մեզ ջնջել, հա, դա անհնար է ջնջել մեզ, որովհետեւ մենք այստեղ ապրում ենք, ասեմ ձեզ, ապրում ենք, արարում ենք, ինչպես տեսնում եք, ստեղծագործում ենք, ով որ ցանկություն ունի ստեղծագործելու տարբեր ձևերով արտահայտվելու, հա, դրա խնդիրը չկա։ Բարեբախտաբար այսօր ես չգիտեմ ոնց է եղել նախկինում, չեմ առնչվել, հա, բայց այսօր այդ հնարավորությունը տրված է։ Նա ով ցանկություն ունի մի քիչ իր օրը ավելի
օգտակար անցկացնել, մի քիչ իր օրը ավելի գեղեցիկ անցկացնել, ինչ որ բան սովորել ես ընթացքում, ամենաշատ բանը ինչ ունենք մենք այստեղ այսօր ժամանակն է, եւ այդ ժամանակ օպտիմալ ցանկացող, եթե կա օպտիմալ օգտագործել, միանշանակ կարող է այստեղ օգտագործել, որովհետեւ բոլոր պայմանները ստեղծված են։ Կա դպրոցը, որը որ ակտիվ աշխատում է, անգամ այն մարդիկ, ով չեն ավարտել եւ չունեն ատեստատ, կարող են հանրակրթական ծրագրին մասնակցել եւ այդ ատեստատը ստանալ, կա վերականգնողական ծրագրեր, նրանց համար որ իմ նման ավարտել են եւ ունեն եւ բարձրագույն եւ այլ, գալիս են վերականգնողական ծրագրերին, քննիկավագործություն, նկարչություն, անգլերեն լեզու կարելի է սովորել, հաշվապահություն, հոգեբանություն եւ մի քայլ առաջ է գնացել համակարգը եւ քրեական ծառայության շնորհիվ մենք այսօր դատապարտյալ լինելով կարողանում ենք դասավանդել։ Ես այսօր դասավանդում եմ եւ իմ արդեն իսկ 3-րդ խումբն է, որ աշխատում եմ, ում հետ ես աշխատում եմ։ Եվ հավատացեք, որ ցանկացողներ շատ կան, առաջին խումբը 10 ուսանողներ, երկրորդ խումբը 13, այսօր 3-րդ խումբը 17 եւ շատ-շատեր ինձ տեսնելուց միշտ հարցնում են, հա, երբ որ զբոսանքի եմ դուրս գալիս շաբաթ-կիրակիներ այստեղ չեմ լինում, ինձ հարցնում են, բայ երբ է հաջորդ խումբը, ինձ էլ խնդրում եմ ընդգրկի, ասում են, որ դասերը հետաքրքիր է։ Նույն ձևով մեր մշեղն է, հա, մշակույթային առումով ծրագրեր է իրականացնում, որտեղ որ դասընթացը վերաբերում է թատրոնին եւ կինոյին եւ էլի ակտիվ մասնակիցներ կան։ Այսինքն, երբ դու ուզում ես քո օրը ինչ որ ձևով լցնել եւ զբաղվել ինչ որ բանով, բոլոր հնարավորությունները տրված են, պետք է այդ հնարավորություններից օգտվել։ Երբ որ գլուխս դնում եմ բարձի, առաջինը եւ ամենակարևորը մտածում եմ ազատության մասին, երբ պետք է գա այդ օրը, որ ես այստեղից գնամ։ Իհարկե արդարադատությունը չի նայում, հա, մեզ անհատապես եւ չի կարող գնահատել ով պետք է գնա կամ ով ոչ եւ այլ, բայց այսօր այդ հնարավորությունը տրված է այս վաղաժամկետի, հա, միջոցով, պրոբացիայի աշխատանքի միջոցով, կարծում եմ, որ այստեղ է պետք մի քիչ ուշադրություն դարձնել եւ այս սրանք ավելի ակտիվացնել եւ դարձնել իրական։ Ինչ եմ ասում դարձնել իրական, որովհետեւ շատ ժամանակ առայժմ մեր համակարգը դեռ մտածում է երևի հին ձևով եւ չի ուշադրություն դարձնում նրան, որ մարդիկ մասնակցում են այդ վիրահասության ծրագրերին, այսինքն այն մարդը, որ համարում են հանցագործ։ Այո, լավ, հանցագործ է, բայց եթե հանցագործ է, ուրեմն շանս չունի ապրելու, երկրորդ շանսը չունի այս կյանքում։ Ով ենք մենք, եթե մենք մեզ դասում ենք Աստծուց վեր, չէ՞ որ Աստված է անգամներում եւ հնարավորություն տալիս մեզ, չէ՞, անվերջ անգամ ուղղվելու եւ ճիշտ ճանապարհին կանգնելու։ Իսկ ինչի արդարադատության համակարգը կարծում է, որ մեզ վրա կարելի է խաչ քաշել, այլ ոչ թե տալ հնարավորություն։ Չէ՞ որ մենք բեռ ենք հանդիսանում այսօր պետության հաշվին ապրող մարդիկ ենք մենք։ Մենք բեռ ենք պետության վրա, ճիշտ է թե ոչ։ Հավատացեք, որ կան մարդիկ, որոնք որ ստեղ շատ շուտ են գիտակցել, որ հանցագործությունը սխալ քայլ է, ճիշտ է, պատիժը կրում են իրենց, հա, բայց այդ մարդուն պետք է տալ հնարավորություն ավելի շուտ վերադառնալ հասարակություն, չկտրվել հասարակությունից։ Չեմ կարծում, որ երկար պահելը մարդուն ինչ որ արդյունք կտա։ Այն մարդը, որ պետք է ուղղվեր, այդ կարճ ժամանակահատվածում, եթե գիտակցվել է եւ ուղղվել է ուրեմն ինքը էլ խնդիր չունի ուղղվելու հետ, հա, եթե դուք իրան կոպիտ ասեն 5 տարի պահել եք, 10 տարի պահել եք, ոչ մի բան չի փոխի։ Լինում են խնդիրներ, որ եւ մարդիկ վերադառնում են, չէ, այստեղ, բայց չեն լինում դեպքեր, երբ որ մարդիկ գնում են եւ չեն վերադառնում երբեք եւ հասնում են մեծ բարձունքների։ Կարծում եմ, որ բոլորը ունեն պետք է ունենան այդ իրավունքը, հա, երկրորդ շանսի պետք է իրենց տրվի եւ եթե հանցագործ է նորից կբռնեն եւ կվերադարձնեն, ինչ խնդիր կա այդտեղ, ես չեմ տեսնում խնդիրը։ Իսկ չէ որ եթե մեկը հանցագործ է վերադարձավ, իսկ մյուսը լավ եւ պիտանի մարդ է եւ ինչ որ մեծ գործ արեց այս երկրի համար, լավ չի լինի, եթե մենք այդ երկուսն էլ թողնենք, թող մեկը վերադառնա ոչինչ, իսկ մյուսը կմնա հասարակությունում։ Իսկ պահելով այն մարդկանց, որ պիտանի են այստեղ տարիներ շարունակ, ինչ է շահում պետությունը դրանից։ Իսկ հետագայում ամեն մեկս ունենք ընտրության հնարավորություն, թե ինչպես դասավորել մեր կյանքը եւ ինչպես մեզ գալ։ Եթե մենք շարունակում ենք մեզ գալ ազատ մարդ, որ պիտանի է եւ հասարակությանը եւ իր հարազատներին, ապա մենք այդպեսին մնում ենք միջև վերջ, անկախ նրանից թե ինչքան կմնանք այստեղ։ Շատ մարդիկ կան, որ ավելի ծանր անցանցեր են գործում, քան մենք, բայց երբևիցե չեն դատապարտվում եւ չեն հայտնվում այստեղ։ Մեզ այստեղ հայտնվելը սա մի հատ կյանքի էտապ է, որ անցնում ենք, ցավալի է, իհարկե զղջում ենք, հասկանալի է, որ կարելի է եւ առանց սրա, բայց սա նաեւ միաժամանակ մի հատ մեծ դպրոց է, կյանքի դպրոց է, որը մենք անցնում ենք եւ եթե կարողանում ես քո դասերը քաղել այդ դպրոցից, ապա միանշանակ վերադառնալու հասարակություն ավելի պիտանի եւ ավելի խելացի եւ ավելի պատրաստված մարդ։